Կարգավորող մարմինների եվրոպական հարթակի 62-րդ համաժողովն է Երևանում ընդունել ենք շուրջ 47 երկրի պատվիրակների։ Մեդիամարդիկ այսօր ու վաղը մեր մայրաքաղաքում կքննարկեն դաշտի արդի մարտահրավերներն ու զարգացման ուղիները, թվային դարաշրջանում մեդիա բազմակարծության ձևավորման, խթանման եւ պաշտպանության հիմնախնդիրներից մինչեւ արագ փոփոխվող միջավայրում ռազմավարությունների մշակման եւ իրագործման մեխանիզմներ։ Այս տարի այստեղ ենք Երևանում, քանի որ հայկական հյուրընկալությունը ամբողջ աշխարհին է հայտնի։ Կարծում ենք շատ կարևոր է, որ կարգավորող մարմինները բնագավառում ունենան ճիշտ ռազմավարություններ, եւ մենք յուրաքանչյուր տարվա ընթացքում 2 անգամ հավաքվում ենք իրար հետ կիսելու նոր փորձն ու օրինակները։ Դահլիճում 56 կարգավորող մարմնի ներկայացուցիչներ են մեկտեղված։ Մեր երկիրն այստեղ ներկայացնում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը։ Կառույցի նախագահն ասում է, իրենց վերջին տարիների Տիգրան Հակոբյանի ձևակերպմամբ առանց սկանդալների գործունեությունը կապված է նաև այն մեթոդիկայի հետ, որը սովորեցնում են հենց այս հարթակում։ Քանի որ մենք մեծ մասնագիտական բազա չունենք այստեղ, մեր ամենահիմնական աղբյուրը սովորելու օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու, աշխատելու այնպես, որպեսզի կարողանանք բալանսավորենք եւ խոսքի ազատության իրավունքը, եւ մարդկանց պաշտպանության վատ ինֆորմացիայից, այս ամենը մեզ սովորացնում են այսպիսի հավաքները։ Փոխադարձաբար նաև մեր երկիրն ունի իր նշանակալի դերակատարությունը եվրոպական այսօրինակ հարթակներում, շարունակում է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը, ու հենց այստեղ լրագրողները կենտրոնանում են ներքին օրակարգի վրա, ինչպես հաղթահարել մեդիա խնդիրներն առանց խոսքի ազատության սահմանափակման։ Տիգրան Հակոբյանի համոզմամբ այս հարցում մյուս կարգավորող մարմինների համեմատ իր ղեկավարած կառույցի լիազորությունները խիստ սահմանափակ են, բացի այդ աշխարհում դեռ չեն գտել խոսքի ազատության ու դրա չարաշահման սահմանագիծը։ Եթե ամբողջ աշխարհում արդեն TV-like հարթակները, այսինքն տեսալասողական բովանդակություն տարածող on-line հարթակները կարգավորման ներքո են, մեր մոտ գիտեք այդ բանը չկան, եւ այսօր վտանգը ապատեղեկատվության, ատելության խոսքի հենց այդ հարթակներից է, եթե նկատել եք անկախ իրենց քաղաքական ուղղվածությունից կաբելային ցանցերում կամ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողները նրանք գործում են օրենքին համապատասխան եւ բացարձակ ազատություն ունելով քաղաքական այնուամենայնիվ կարմիր գծերը չեն խախտում եւ աշխատում են նպաստ հասարակության, նպաստ թափանցիկության, նպաստ բազմակարծության։ Ինչ կապված on-line հարթակների հետ, մենք խնդիրներ ունենք, ինքը շատ բարդ խնդիր է։ Այսօր ու վաղը այս հարցերի շուրջ էլ այստեղ քննարկումներ կլինեն։ Իդեպ նաև կարգավորող մարմինների հետ համագործակցության շնորհիվ է հնարավոր դառնում հակահայկական քարոզչության դեմն առնել։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։